կյանքին վերջ է տվել Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զինծառայողը, թե սպանել են, Արթուր Ավետիսյանի հայրենի գյուղը շոկի մեջ է։ Բոլորը սպասողական վիճակում են, բոլորը սպասում ենք։ Սահմանապահի օրվա 10 րոպեանոց շնորհավորանք է արտասանել Նիկոլ Փաշինյանը սահմանապահ զինծառայողի մահվան հաջորդ օրը ոչ մի բառ չասելով դեպքի մասին։ Նա ցանկանում է, որ Հայաստանի բոլոր սահմաններին միայն հայ սահմանապահներ կանգնեն։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը։ Նիկոլ Փաշինյանը նաև քաղաքացու օրհն է տոնում, շնորհավորական ուղերձում, բայց նրանից ինքնախոստովանական ուղերձ են ակնկալում քաղաքացիները ներողություններով։ Ինչ քաղաքացու, սրիկան մի ամբողջ հանրապետություն տվեց Թուրքին նվեր։ Փաշինյանը քաղաքացու օրվա ուղերձում 5 անգամ օգտագործել է ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն բառակապակցությունը, բառ անգամ չի գրել քաղաքացի Սոնա Մնացականյանի մասին, նրա մահվան 3-րդ տարելիցն է այսօր։ Սոնան կրծքի տակ իր չծնված երեխան մահացավ պարոնյան Լեո Խաչմերուկի հենց այս հետիոտնային անցումի վրա։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրի ապրիլի 26-ի թողարկումը եւ այսպես Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զինծառայողի մահվան հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը 10 րոպեանոց ելույթով շնորհավորել է սահմանապահի օրը, ոչ մի խոսք չասելով մահացած սահմանապահի մասին։ Ըստ ազգային անվտանգության ծառայության նախնական տվյալով իրեն ամրացված ինքնաձիգից է աշոտավանցի Արթուր Ավետիսյանը հրազենային վնասվածք ստացել։ Նրա հայրենի գյուղում գրեթե բացառում են, թե Արթուրը կարող էր կյանքին վերջ տալ։ Կայանե Մովսիսյանի ռեպորտաժը։ Կյանքին վերջ է տվել սահմանապահ զինծառայողը, թե սպանել են։ Ուշքի չեն գալիս այս տարի դիրքում առաջին զոհի Արթուր Ավետիսյանի հայրենի գյուղում։ Աշոտավանի վարչական ղեկավարը չի հավատում, որ իր նախկին աշակերտը կարող էր ինքն իր վրա ձեռք բարձրացնել։ Քանել իմ խելքի մոտ չի, որ ինքը նման բանի կգնաս։ Ողբերգությունը ուրբաթ առավոտյան է եղել Արմեն Բեգլարյանի տեղեկություններով, դիրքում հերթափոխի ժամանակ։ Դիրքում հենց որ արդեն հերթափոխելներ այդ ժամանակը։ Բարձրելի ամեն ինչ, բարձր ինքը մենակ էլ չի եղել, էլի հետը երկու հոգով են լինում սովորաբար, բարձրելի դες չի մնա իհարկե։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ նախնական տեղեկություններով իրեն ամրացված ինքնաձիգից է սահմանապահը հրազենային վնասվածք ստացել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննություն է ընթանում։ Դեպքի օրը որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե զինծառայողը ականի վրա է պայթել։ Բոլորը սպասողական վիճակում են, բոլորը սպասում ենք, վերջնական ոչինչ չեն կարող ասել։ 27 զինծառայող է 2024-ին զոհվել Հայաստանի զինված ուժերում, 5 հոգու սպանել են, 7 ինքնասպան են եղել կամ հասցրել են նրանց ինքնասպանության, 2 ավիավթարի զոհ են դարձել, 4-ը ճանապարհատրանսպորտային պատահարի, մյուսներին մահը վրա է հասել հիվանդության, հրդեհի, այլ դժբախտ պատահարների պատճառով։ Հավասարակշիռ, բանիմաց, գերազանցիկ էր Արթուրը, պատմում է Աշոտավանի վարչական ղեկավարը, որ դպրոցում զոհված զինծառայողի աշխարհագրության ուսուցիչն է եղել։ Գերազանց սովորող, խելացի, շատ լավ մարդ, շատ լավ ազնվորություն, շատ լավ ընտանիքի զավակ, մանկավարժ ծնողներ։ Բռի չեմ անում ծնողների հետ խոսան հիմա, հեռախոսով։ Զնգում է շեփորների հանդիսավոր ձայնը սահմանապահի օրվա միջոցառման ժամանակ։ Կարծես ընդամենը 3 չէ իրենց շարքերից մի սահմանապահ պակասել։ Ազգային անվտանգության ծառայության կազմակերպած միջոցառման հյուր Նիկոլ Փաշինյանը իր 10 րոպեանոց ելույթում ոչ մի խոսք չի ասել զոհված սահմանապահի մասին։ Շնորհավորում եմ բոլորին։ Ասել է սահմանապահը խաղաղության, կայունության, անվտանգության խորհրդանիշ է։ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը։ Չի ուզում Փաշինյանը նսեմացնել ռուս սահմանապահների գործը, բայց կարծես ակնարկում է, որ շուտով հնարավոր է ռուսական ուժերը հեռանան նաև Հայաստանում իրենց վերջին տեղակայման վայրից, հայ-թուրքական սահմանից։ Մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին կարող է փուն վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը։ Փաշինյանի իշխանությունը ռուս սահմանապահներին նախ դուրս է հրավիրել Զվարթնոց օդանավակայանից 32-ամյա ծառայությունից հետո։
Սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը։ 2024-ի ամռանը Փաշինյանի այս հայտարարությունից հետո ռուս սահմանապահները դուրս են եկել նաև Հայաստանի սահմանային մարզերից, մնալով միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Այդ հայտարարությունից կես տարի էլ չանցած ռուսները 2024-ի դեկտեմբերին հեռացել են նաև Հայաստան-Իրան պետական սահմանի ագարակ սահմանային անցակետից։ Գայանե Մովսիսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում հնարավոր է ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Նյուզեյեմի հարցին նա 2 բառով է պատասխանել. Չեմ մեկնաբանում։ Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է ներկայացրել Բաքուն Երևանին։ Փաշինյանը համաձայնել է լուծարման փաստաթուղթը ստորագրել խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ։ Այս շաբաթ ավարտվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը։ Ֆերիդուս Սիներիլիօղլուին Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցերի ժամանակ վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ի համար կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասը։ Կարող է ազգությամբ թուրք Սիրիլիօղլուն աջակցել Ադրբեջանին Արցախյան հակամարտությամբ զբաղվող խումբը լուծարելու հարցում։ Լիլիթ Սարգսյանն է փորձել հասկանալ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հարավային Կովկասից հեռացավ, իր հետ տանելով Ադրբեջանի պահանջը լուծարել Մինսկի խումբը։ Ուրբաթ է Ադրբեջանում եղել Ֆերիդուն Սիներիլիօղլուն եւ Ադրբեջանի նախագահից եւ արտգործնախարարից լսել, որ վաղուց ժամանակն է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում լիովին ձախողված Մինսկի խումբը ու դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ալիևի այս խոսքերը կրկնել է նաև Ջեյհուն Բայրամովը, Սիներիլիօղլուի մոտ կանգնած։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի կապ չունի տարածաշրջանի այսօրվա իրավիճակի հետ։ Հիմա, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնվել են, եւ դա դե յուրե ու դե ֆակտո ճանաչել է Հայաստանը, Մինսկի խմբի պահպանման որևէ տրամաբանական բացատրություն չկա։ Թուրք պաշտոնյան ադրբեջանցի գործընկերներին խոստացել է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Ալիևին էլ ասել, որ դրա շուրջ քննարկումներ են ընթանում։ ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Ադրբեջանն արագ կավարտի խաղաղության գործընթացն ու դա Հարավային Կովկասի հետագա զարգացման համար մեծ խթան կդառնա։ Հակամարտությունները լուծելու իրավասություններ չունի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, նկատում է արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանը։ Հակամարտության լուծման հարցում այս դեպքում կարող է դեր խաղալ միայն նրա ազգությունը։ Եթե իհարկե հաշվի չառնենք նրա թուրք լինելու հանգամանքը։ Ֆերիդուն Սիներիլիօղլուն ազգությամբ թուրք ԵԱՀԿ առաջին գլխավոր քարտուղարն է, որ պաշտոնը ստանձնեց գրեթե 5 ամիս առաջ։ Նա տարածաշրջան է եկել հաստատ իմանալով, որ Մինսկի խմբի լուծարման պահանջ է դրել Բաքուն Երևանի առաջ ու ամենայն հավանականությամբ այդ պահանջը աջակցող դիրքորոշմամբ է եկել։ Որոշակի ժամանակ առաջ լուր տարածվեց, որ հունիսին Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են համատեղ նամակով դիմել ընդհանրապես Մինսկի խմբի եւ նրա առնչությամբ կամ նրա ենթակայությամբ գործող կառույցների լուծարման առումով, ինչին պնդում է Ադրբեջանը բնականաբար եւ ինչի հետ կապված իր միանշանակ աջակցությունն է տալիս Թուրքիան, նաեւ օգտագործելով գլխավոր քարտուղարի հանգամանք։ Սիներիլիօղլուն որպես գլխավոր քարտուղար կարող է կրճատել Մինսկի խմբի ու նրան հարակից կառույցների ֆինանսավորումը։ Եվ դրանց լուծարման հետ կապված նաեւ որոշակի դերակատարում կարող է ունենալ գլխավոր քարտուղարը ֆինանսական հատկացումների կամ դրանց չներառման կամ դրանց պակասեցման ներկայացման տեսակ, այսինքն քարտուղարության աշխատանքի տեսակետից նա կարող է դերակատարում ունենալ։ Հայաստանում Սիներիլիօղլուն հանդիպել էր եւ վարչապետի եւ արտգործնախարարի հետ, բայց միայն դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ էր նշված, որ անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Միրզոյանը ներկայացրել էր հայկական առաջարկը Արցախյան հակամարտությամբ 3 տասնամյակ զբաղված խումբը լուծարելու դիմումը ստորագրել խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ։ Բայց դա դեռ վերջը չէ, ԵԱՀԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում, եթե անգամ մեկ երկիր վետո կիրառի, չի լուծարվի Մինսկի խումբը։ Այդ վետոն Ադրբեջանը կարող է կիրառել Մինսկի խմբի փոխարեն այլ կառույց ստեղծելու հարցով, զրկելով Հայաստանին միջազգային այդ մեխանիզմն օգտագործելու հնարավորությունից։
Այս առումով դա նշանակում է Հայաստանին զինաթափել, Հայաստանին զրկել հնարավոր բոլոր պաշտպանական մեխանիզմներից եւ արցախահայերի հետ կապված խնդիրները ընդհանրապես զրոյացնել։ Լեռնային Ղարաբաղում Փաշինյանն էլ չէր բացառել, որ եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, ինչ-որ երկրներ վետո կկիրառեն Մինսկի խումբը լուծարելու նախագծի նկատմամբ։ Արտակարգ եւ լիազոր դեսպանը չի բացառում, որ վետո կարող է կիրառել Մինսկի խմբի համանախագահող երկրներից որևէ մեկը։ հեղեղները կանխելու համար։ Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները։ Այսօր պիտի փորձենք կառուցել Լիլիթ Սարգսյան, Նորա Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Նիկոլ Փաշինյանը օրը սկսել է քաղաքացու օրվա շնորհավորական ուղերձով։ 502 բառ է գրել Facebook-ում եւ ուղերձը գրեթե կրկնակի երկար է ստացվել Հայոց ցեղասպանության օրվա ցավակցական ուղերձից։ Այն ընդամենը 284 բառից էր կազմված։ Քաղաքացու օրվա շնորհավորական տեքստում Փաշինյանը 5 անգամ օգտագործել է ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն բառակապակցությունը։ Բառ անգամ չի գրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոնա Մնացականյանի մասին, ում մահվան 3-րդ տարելիցին է համընկնում այս տարի քաղաքացու օրը, այն շարժական տոն է։ Հետո Փաշինյանը կնոջ հետ գնացել է ապարան, տոնելու։ Երևանի փողոցներում չեն հասկանում, թե ինչը տոնելու։ Մեր համաքաղաքացիներից շատերը ոչ թե շնորհավորական, այլ ինքնախոստովանական ուղերձ էին ակնկալում Փաշինյանից, ներողություններով, պատերազմական պարտությունների, Հայաստանի քարտեզի փոքրացման, ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգի առաջնահերթություններից հանելու, ազգային իղձերը փլուզելու համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ նրանց օրը Աննա Գյուլնազարյանն է զրուցել։ Աշխարհով մեկ խայտարակված նսեմացված ժողովրդին քաղաքացու օրներ պակաս զայրանում են առավոտյան Facebook-ում Փաշինյանի ոգեշունչ ստատուսը կարդացած մարդիկ։ Ինչ քաղաքացու, սրիկան մի ամբողջ հանրապետություն տվեց Թուրքին նվեր, ժողովրդին հասցրել է այն ամենավերջի ծայրահեղ նսեմացման, ամբողջ աշխարհով խայտարական, ինչ քաղաքացու։ Եթե մարդը ծնվել ամեն օր իր օրն է, այդ որ տոնական օրեր լինում, այդ առանձին քաղաքացու օրը որն է։ Ցնդաբանություն է։ Երևանի փողոցներում ցնդաբանություն են համարում իբրև տոն հռչակված քաղաքացու օրն ու Փաշինյանի ճոխ շնորհավորանքը։ Բոլոր ասածները պետք է շուռ տալ Հարություն Աշճյանը եւ կստանանք մեր երկրի իրական պատկերը բոլոր ոլորտներում։ Քաղաքացին էլ ամենանվաստացված, ամենաունեզրկված վիճակում է այսօր, քան թե 7 տարի առաջ։ Նա 7 տարվա ընթացքում ստից բացի ոչ մի բան չի ասել։ Եվ նրա ասածները ես բոլորովին չեմ ընդունում։ Կուզեի համոզվեի, որ այդ ամենը իրականություն է, բայց ցավոք սրտի չեմ հավատում։ Եվ չեմ վստահում։ Ինքը ոչ մի ճիշտ բան չի ասում։ Իր ասած ամբողջը սուտ է։ Ակնհայտ տեսնում ենք իհարկե այդ ամեն ինչը։ Ալա թարավոր ասում է։ 3 անգամ փոխում է իրան խոսքերքը։ Հիմա կեսօրին էսա հիմա ուրիշ բան կասե, իրիկունն էլ ուրիշ բան կասե։ Դեռ չենք իմանում որն է իսկական։ Քաղաքացիները տող անդրադառնում են գրառմանը, հիշեցնում են վարչապետին, որ իր խոսքերը իրականությունից դուրս են, կեղծ ու հորինված։ 18 թվականից հետո 20 թվականին ամենավատ պատերազմն ենք տեսել։ Հետո 23 թվականին ավելի վատն ենք տեսել, ինչպես են երեխաները սպանում, թուրքերը, տեսել ենք այն, ոնց են անում, ինչ են անում, ինչքան են կրակոցներ հարվածում քաղաքների վրա, գյուղանքների վրա։ Ինչ արել ու վեր ինչ ասել։ Հայամին լավ բան չկա ասել։ Ինքը ընդամենը կեղծ սուտ ասող խոսքից հրաժարվող մարդ է։ Նա ասավ ու ամբողջ ազգին տարավ կոտորավ։ Իշխանությունը իմ մար գոյություն չունի։ Որ գոյություն ուներ այսօր չէի ասել։ Տնտեսական աճի բարձր թվերն են բարկացնում այս մարդուն, եթե աճել է, ինչու ինքը չի զգում, ինչու չի բարձրանում իր թոշակը։ Ես իմ ինչքան բանկը լսրել ես, ում մարս լսրել, որ այսօր կանել եմ ստեղ։ Քաղաքացիներին ամենաշատը վրդովվեցրել է Փաշինյանի գրառման այն տողը, թե իբրև իր իշխանությունը չի խոչընդոտում քաղաքացիների հավաքներին։ Իր գրառման մեջ մի քանի անգամ կրկնել է նաև ոչ բռնի թավշյա հեղափոխություն արտահայտությունը, կարդացել են ու հունից դուրս են եկել մարդիկ։ Որ պետք է գար ժողովրդի գլխին ղեկավար, ժողովրդի համար ղեկավար չեկավ, Փաշինյանը ժողովրդի համար չարիք եկավ։ Լավ են հիշում, թե ինչպես էր ոստիկանությունը անցած տարվա հունիսի 12-ին Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային զարյա տեսակի նռնակներ կիրառում։
Չեն մոռանում նաև 2018-ի ապրիլի 14-ին վարչապետի ապօրինի մուտքը Հայաստանի հանրային ռադիոյի շենք։ Հիշում են, բարկանում ու չեն էլ ուզում անգամ անունը լսել։ Փաշինյանի հերն էլ անիծը ցավը տոնեմ անցեք առաջ։ Ես չեմ ուզում ոչ մեկնաբանեմ, ոչ էլ լսեմ իր անունը, ես չգիտեմ։ Ասում կործանվում ենք ու վերջ։ Դեպի լավի չենք եթում։ Սա հոգսով քայլում ես, բայց ուղիղդ ուրիշ տեղ է։ Ուրախ չես։ Տխուր ման ես գալու։ Չգիտեմ։ Արդեն 7 տարի չգիտեն ուրախությունն ինչ բան է, ասում են քաղաքացիներից շատերը։ Սահմանային խախտումների Արցախը թշնամուն հանձնելու ֆոնին որևէ լավ բանի էլ չեն սպասում։ Գնալով ոնց որ վատանում, լավանալու խոսք չկա։ Ինքը պետություն տանում է լուծ արման, որպես ինքը փրկվի։ Ինքը գենետիկ թուրք է իր ամբողջ խմբակով։ Բայց ամեն դեպքում պետք է լավատես լինել, Հայլուրի հարցախույզին մասնակցած քաղաքացիներից ոմանք հենց այդպես էլ անում են։ Փոխադարձ շնորհավորում են երկրի ղեկավարին օրվա առթիվ ու իրենց աջակցությունը հայտնում։ Ես սիրով եմ լցված մեր վարչապետին եւ իմ ակնկալիքները, սպասվելիքները արդարանում են, մի փոքր ժամանակի հարց է։ Ամեն ինչ նորմալ է, ինչ է եղել։ Զենք առել է, մենք ապահովենք։ Անում է, ամեն ինչ անում է, որ ժողովրդի համար լավ է։ Ես ոչ եմ կողմն եմ բանացում, ոչ էլ միացում է պետք։ Իսկ համախմբում անպայման պետք է։ Դու ես գլուխդ պատիտ տալիս։ Եթե վարչապետն ասում է, ուրեմն ճիշտ է ասում։ Վարչապետը ազնիվ տղա է, մաքուր տղա է։ Թող բոլոր իշխանավորները վարչապետի նման ազնիվ լինեն։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։ Նիկոլ Փաշինյանի Շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ու նրա դեռ չծնված երեխայի մահվան 3-րդ տարելիցին մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ ահազանգում են, որ գործող իշխանության հրահանգով փորձ է արվում ձգձգել դատավարությունը այնքան, մինչև լրանա վաղեմության ժամկետը ու այն կարճվի։ Այս ընթացքում կորել են մի շարք ապացույցներ, այդ թվում ռադիոկապի ձայնագրությունները։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը ոչ միայն ազատության մեջ է, այլև պաշտոնավարում է։ Իսկ կառավարական համարներով մեքենաներն ու կորտեժները մեր փոքրացած պետության փողոցներում շարունակում են սլանալ կատաղի արագությամբ, ստեղծելով վթարային նոր իրավիճակներ։ Լիլիթ Գասպարյանն է պատմում։ Այսօր իշխանական թևը նշում է քաղաքացու օրը։ Այսօր հենց այդ քաղաքացիներից մեկի Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարելիցն է։ Սոնան կրծքի տակ իր չծնված երեխան մահացավ Պարոնյան Լեո Խաչմերուկի հենց այս հետիոտնային անցումի վրա Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող մեքենայի հարվածից։ Դուրս եկանք, աղջիկը այստեղ ընկած էր։ Նիկոլ Փաշինյանը երբ անցավ, աղջիկը այստեղ պարկին, բայց դենա արագ գնաց։ Ողբերգական դեպքից մի քանի րոպե հետո մինչ մեր նկարահանող խումբը դեպքի վայրում զրուցում էր տեսածից քարացած ականատեսների հետ, իշխանական լրատվամիջոցները, Փաշինյանի մերձավորները շտապում էին տեղի ունեցածը ցավալի միջադեպ, դժբախտ պատահար որակել, սկզբում նույնիսկ չնշելով, որ ամենագնացը որևէ կապ ունի Փաշինյանի ավտոշարասյան հետ։ Հետո սկսվեց արդարացումների մի երկար շղթա։ Սկզբում ասացին, թե Փաշինյանը չէր նկատել մեքենայի տակ ընկած կնոջը, նկատեր հենց ինքը շտապօգնություն կկանչեր։ Ավելի ուշ, թե ավտոշարասյունը ըստ պրոտոկոլի ոչ մի դեպքում իրավունք չունի կանգնել։ Այս թեզի առաջամարտիկը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր Տարոն Չախոյանը, որը ավտոշարասյան չկանգնելն արդարացնում էր այդպես էլ հողում չանելով որևէ կոնկրետ կանոնակարգի։ Պարտավոր է կանգնել վարորդը, տեսնել իրավիճակը ինչպիսին է, շտապօգնություն կանչել, եթե պետք է, այսինքն առաջին օգնությունը պիտի ցուցաբերի, կարող էր կոնե մեկ մեքենա, հենց վարորդի մեքենար կանգնել եւ այդ օգնությունը ցուցաբերեին։ Թե Հայաստանի քրեական օրենսգիրքը, թե միջազգային կոնվենցիան պարտադրում են վթարի մասնակից վարորդին կանգնեցնել տրանսպորտային միջոցն ու օգնություն ցույց տալ տուժածին։ Կառավարության դեռ 2007 թվականի որոշմամբ կապույտ արկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս կարող են չպահպանել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են։ Որոշման մեջ նշված կետերից ոչ մեկը վրաերթից հետո չկանգնելու արտոնություն չի տալիս Շարասյան մեքենաներից եւ ոչ մեկին։
Ինչ է նշանակում ավտոշարասյունը իրավունք չունի կանգնելու։ Նման օրենքի ընդհանուր դրական ակտ բարձրապես գոյություն չունի։ Այսինքն ավտոշարասյունը բոլորին տակը գցելով գնում է, ես չեմ պատկերացնում էլի նման մարդ, ով ունենա նման տրամաբանություն։ Եթե անգամ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան գործողություններն իրականացվում են ինչ-որ գաղտնագրված արարողակարգի կամ կանոնակարգի համաձայն, ապա դա չի կարող գերակա լինել օրենքի նկատմամբ, պնդում են իրավաբանները։ 2019-ին թվում էր, թե Փաշինյանն այս օրենքին լավ ծանոթ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն են, երբ որ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում եւ այլն։ Ես ընդհանրապես եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում։ Եվ քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտային անցումների վրա։ Թղի կնոջը մահացու հարված հասցրած վարորդին իր բնակավայրում ճանաչում են Ծեծեմ Արամ անունով։ Նրան մեղադրանքի առաջադրված 2 հոդվածով վրաերթի եւ մահացածին պատահարի վայրում թողնելու։ Վարորդը գերազանցել է շրջադարձի վրա թույլատրելի մինչև 100 կմ/ժ արագությունը, որը թույլատրվում է միայն հրատապ հանդիպումների ժամանակ։ Վարորդը չի նվազեցրել այն նույնիսկ հետիոտնային անցումին մոտենալիս։ Այս դեպքում օրինակ իրան գնում էին քաղաքացիական պայմանագրի խմբակցության նիստին եւ այդպիսի պետական հրատապ ինչ որ գործ չէր, որ իրենք մի քանի րոպե հետո, մի 5 րոպե հետո որ հասնեին, խնդիր չէր լինի։ Ակնհայտ է, որ նման խաչմերուկում 100 կմ/ժ արագություն ինչ որ օրենքով սահմանված վերին շեմն է արագության, նույնիսկ դա բավականին բարձր արագություն է, որտեղ շրջադարձ կատարելիս հատկապես խնդիրը նաև այն է, որ չեն հասցրել ճիշտ կարգավորել խաչմերուկը։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ այնպիսի հապճեց բարագությամբ է այդ խաչմերուկը կարգավորվում եւ սոնայից առաջ էլ դեռ հետիոտներն էին անցնում, որ ուղղակի այդ արագության մեջ կողմնորոշելը բավականին բարդ է եւ կարող է չհասկացվեր, թե հրանգիչը ինչ է ուզում, հա, կարգադրողը ինչ է ակնկալում իրենից։ Նաեւ այդ արագությամբ սլացող մեքենան այդ պտույտի ընթացքում, շրջապտույտի ընթացքում որ ընթանում է, չես կողմնորոշում, թե ինչպես է վարելու, դու որ կողմ պիտի գնաս։ Անհասկանալի էր կարգադրանքը, ինչպես վարվել եւ անհասկանալի թե որողությամբ է գնում մեքենան։ Տեսագրությունից էլ ակնհայտ է, որ Լեո Պարոնյան խաչմերուկի երթևեկությունը այդ տարածքում գտնվող մարդկանց շարժը չի կարող վերահսկել ընդամենը մեկ կարգավորող, պնդում է Սոնամ Նացականյանի փաստաբանը։ Ոստիկանությունը հարցերը պատասխան չտվեց, ընդհանրապես շատ կարճ է պատասխանել քննիչի հարցմանը, որ մենք գտնում ենք, որ դիաձև խաչմերուկում մեկ կարգավորողը բավարար է, վերջ։ Ռաֆի Ասլանյանի խոսքով պետք է պատասխանատվության ենթարկվեր եւ վարորդը, եւ ավտոշարասյան ղեկավար կազմը, եւ ճանապարհի անվտանգությունը կարգավորողը, բայց դատավարության այս 3 տարիների ընթացքում ոչ ոք նույնիսկ աշխատանքից չի հեռացվել։ Այս ընթացքում դեռ հիմնական մեղավորները չեն պատժվել, ազատության մեջ են, վարորդը կալանքի չի ենթարկվել, շարունակում է իր աշխատանքը։ Իրավապաշտպանի պնդմամբ այս 3 տարվա ընթացքում կարևոր ապացույցներ են ոչնչացվել, որոնք կօգնեին շուտ բացահայտել քրեական գործը։ Օրինակ անհետացել է ռադիոկապի խոսակցությունը, որը ըստ ոստիկանության չի ձայնագրվել, իբրև տեխնիկական անսարքության պատճառով։ Դա այն միակ հնարավորություն էր բարձրելու, թե ով ինչ հրահանգ է տվել, երբ է տվել, ինչպես է որոշվել, որ այդ ուղով պիտի գնան, երբ է հրահանգը տրվել կարգավորողին, ինչու է այդ արագությունը որոշվել հենց այդ խաչմերուկում եւ հետո դեպքից հետո ինչպես է որոշվել, որ ոչ ոք չպիտի կանգնի գնա։ Մի խոսքով սա այն հարցերն են, որ ամենակարևոր հարցերն են, որոնց պատասխանը ձայնագրության բացակայության պատճառով մենք չենք կարող ունենալ, միայն կարող ենք ընդհանրել։ Կանայանի խոսքով դատավարությունների ընթացքում տուժող կողմին անընդհատ էմոցիոնալ կտանքների են ենթարկել։ Նիստերից մեկի ժամանակ Սոնամ Նացականյանի հորեղբայրը կաթված է ստացել։ Նիստի ընթացքում բնականաբար պիտի կադրերը ցուցադրեին։ Այդ կադրերի ցուցադրության ընթացքում, այսինքն ամբողջ 1.5 ժամ, 2 ժամվա ընթացքում հարազատները ստիպված էին մահվան կադրերը կրկին եւ կրկին նայելու եւ այս process-ը չէր դադարեցվում, այն դեպքում, որ մեղադրյալի պաշտպանները հարցերի պատասխանները ստանում էին։ Կանայանի տպավորությամբ այս ամենը հատուկ է արվում, որպեսզի քրեական այս գործը ձգձգվի այնքան, մինչև լրանա վաղեմության ժամկետը գործը կարճվի։ Մատների վրա կարելի է հաշվել այս գործով 2 տարվա ընթացքում կայացած դատական նիստերը։ Մեղադրյալի պաշտպանները բացակայում են նիստերից, անցյալ տարի 2 անգամ նիստի չեն ներկայացել։
այս տարի մեկ անգամ եւս էլի չներկայացան, հետաձգվեց։ Բացի այդ նիստի ժամանակ ոչ բովանդակային այդպես ձգձգվող մոտեցում կա հենց մեղադրյալի պաշտպանների կողմից, այս գործը ձգձգվում է։ Ձգել մինչև վաղեմության ժամկետը լրանա, կարծում եմ։ 2027-ի ապրիլին կլրանա վաղեմության ժամկետը 5 տարին։ Այդ քրեական վարչը ի սկզբանե կոնկրետ գտնվել է պետական ամենաբարձր մակարդակում ուղղորդման ներքո եւ ամեն ինչ արվել է, որպեսզի վարորդը մնա ազատության մեջ։ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը ազատության մեջ է, Փաշինյանի անվտանգությունն ապահովող ամենագնացները շարունակում են սլանալ կատաղի արագությամբ մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներով, միջմարզային ճանապարհներով, խախտելով թե թույլատրելի արագությունը, թե ճանապարհատրանսպորտային կանոնները։ Ինչ զոնայի դեպքը մեկ ամիս առաջ գեթե մի քաղաքացի հիմի անունը չեմ հիշում, վիդեո էր տեղադրել, երբ շարասյունը այդպես ճանապարհին հանդիպակաց գիծեկանում եւ կտրուկ հրահանգում որ կանգնեն, այնպիսի վթարային վիճակ էր, եթե ճիշտ չկողմնոշվել, նույն բանը իրեն կարող էր պատահել։ Ապրիլի սկզբին էր մի նմանատիպ դեպք եղել։ Երևանում կառավարական համարանիշներով ջիպը երթևեկել էր հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով, իսկ հետիոտները, այդ թվում մանկասայլակով կինը, հրաշքով էին փրկվել։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Սոնա Մնացականյանի ժպտադեմ նկարը այսօր տեղադրվել է Պարոնյան Լեո Խաչմերուկում, նրա վրա երթիվայրում։ Տասնյակ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ծաղիկներ են խոնարհել նկարի մոտ, մոմեր վառել ի հիշատակ վարչապետի Ավտոշարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ ու նրա չծնված երեխայի։ Իրավապաշտպանները անհեթեթ են անվանում վրաերթից անմիջապես հետո դաշտ նետված պնդումները, թե Ավտոշարասյունը կանգնելու իրավունք չի ունեցել։ Հավաքվածները նկատում են դատական գործընթացը ձգձգում են եւ փորձում վաղեմության ժամկետը անցնելու հիմքով կարճել գործը։ Մոռացության տալ դեպքը, ինչ այսօր շատ լավ արել է Նիկոլ Փաշինյանը ապարանում քաղաքացու օր նշելով։ Տոներով եւ սին խոսքերով չէ, որ պետք է քաղաքացու օրը նշվի։ Քաղաքացու հանդեպ վերաբերմունքը այսպիսի դեպքերից է երևում, Սոնա Մնացականյանի դեպքից, թե ինչպես կարող են քաղաքացուն ուղղակի սպանել, անցնեն տարիներ եւ ամեն ինչ անել, որ նույնիսկ դատավարությունը ավարտին չհասնի, այսինքն ցույց տան, որ կարող են քաղաքացիների նկատմամբ ինչպես ուզում են վարվել եւ այդ ամենի արդյունքում անպատիժ մնալ։ Ինչն էլ տեսնում ենք, կա հիմնավոր կասկած, որ քանի որ արդեն 3 տարի է անցել դեպքից, կա կասկած, որ ուզում են 5 տարին լրանա եւ վաղեմության պատրվակով գործը փակել, ինչ կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյանը ամեն ինչ կարելի է, նրանք կարող են սպանել ՀՀ քաղաքացուն, որի տոնը իբր նշում են այսօր եւ անպատիժ մնալ։ Սա նաեւ համակարգված, կասեի նույնիսկ ուղղորդված process է, որովհետեւ ներկայիս ռեժիմը խնդիր ունի իր շահերը սպասարկողներին, իր անվտանգությունը սպասարկողների անպատժելիությունը ապահովել։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք միջադեպ կամ այսպիսի մի թեզ էին տարածում, որ դժբախտ պատահար է, բայց իրականում սա դժբախտ պատահար չի, սա օրինաչափություն է, որովհետև այն ոճով, որով շարունակաբար վարում էին մինչև այդ դեպքը, վարում էին այս դեպքից հետո, անխուսափելի էր նման ողբերգությունները ու չեմ ուզում այսպես ասած կռամ, բայղուշություն անեմ, բայց ցավոք հերթական ողբերգությունը զուտ ժամանակի հարց է։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Հռոմի պապի մահը հաշտեցրել է Թրամփին ու Զելենսկիին 15 րոպե նրանք շփվել են Սուրբ Պետրոս եկեղեցու սրահներից մեկում։ Միջազգային մամուլը պնդում է, թե Ղրիմ Ռուսաստանի գազում ճանաչել են Զելենսկիին դրդում Վաշինգտոնից։ Մարտի դաշտում լավ չեն ուկրաինական բանակի գործերը, Կուրսկի ազատագրման մասին են զեկուցել Պուտինին։ Ավանտյուրա կիևского ռեժիմը Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ Օմանում տեղի է ունեցել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջուկային բանակցությունների երրորդ փուլը Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ են զրուցել Աբբաս Արաղչին ու Սթիվ Ուիթկոֆը։
Եվ հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում, զոհերի և շուրջ 600 վիրավորի մասին են հայտնում իրանական լրատվամիջոցները։ Եվ այսպես վճռորոշ փուլ է մտնում 3 տարուց ավելի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը։ Ռուսական զորքը ազատագրել է 9 ամիս թեժ մարտերի թատերաբեմ դարձած Կուրսկի մարզը։ Վլադիմիր Պուտինին զեկուցել են գործողության ավարտի մասին։ Նա շնորհավորել է զորքին ու հայտարարել Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ Կիևը պահում է ինտրիգը հայտարարելով, թե Կուրսկում ամեն բան դեռ ավարտված չէ։ Ու այս ֆոնին բանակցային անհավատալի անցուդարձի կենտրոն է դառնում Հռոմի Պապի մահը սքացող Վատիկանը։ Հենց այնտեղ են 15 րոպե զրուցել Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները։ Միջազգային մամուլը պնդում է, թե Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչել են Զելենսկիին դրդում Վաշինգտոնից։ Պաշտոնական տեքստերում Զելենսկին անդրդվելի է Ղրիմը ռուսներին չի տա եւ պատրաստ է բանակցել միայն եթե բանակցությունը լինի առանց նախապայմանների։ Ինչ պայմանավորվածություններ կան կուլիսների հետևում չգիտենք, բայց Կրեմլը հաստատել է Ուիտկոֆի հետ հանդիպմանը, Պուտինը համաձայնել է բանակցել Կիևի հետ առանց որևէ նախապայմանի։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը հաշտեցնում է Թրամփին ու Զելենսկիին։ Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցու սրահներից մեկում 2 կարմիր աթոռների վրա նստած 15 րոպե զրուցել են Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները։ Հետո ոտքի վրա նրանց են միացել Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Սպիտակ տունը 2 բառով հանդիպումն անվանել է շատ արդյունավետ։ Զելենսկին ասել է, խորհրդանշական հանդիպում էր, քննարկել են Ռուսաստանի հետ առանց նախապայմանների հնարավոր հրադադարի հարցը։ Նա չի մոռացել շնորհակալություն հայտնել Թրամփին։ Սա Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի սկանդալից հետո, երբ Թրամփը Զելենսկիի վրա մատ էր թափտվել ու գրեթե դուրս հրավիրել սենյակից։ Այսօրվա հանդիպումից ժամեր առաջ Թրամփը կոչ էր արել Կիևի եւ Մոսկվայի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնել պատերազմը կանգնեցնելու հարցում համաձայնության հասնելու համար։ Ռոյթերսը 3 հաղորդել էր, որ Ուկրաինան եւ նրա եվրոպացի դաշնակիցները համաձայն չեն խնդրի կարգավորման ամերիկյան ծրագրի հետ։ Վաշինգտոնը առաջարկում է Ղրիմը ճանաչել իբրև ռուսական տարածք։ Իտալիայում Զելենսկին նորից պնդել է, Ղրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք։ Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի սահմանադրությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է։ Սա Ուկրաինայի ժողովրդի սեփականությունն է։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում սկանդալային պնդում էր արել։ Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Վաշինգտոն Պոստի վերլուծաբանների կարծիքով բանակցությունների մասնակիցների շրջանում գերիշխող է դառնում այն զգացողությունը, որ Ուկրաինան համակերպվելու է Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու մտքի հետ։ Հատկապես, որ մարտի դաշտում լավ չեն ուկրաինական բանակի գործերը։ Ռուսաստանի դրոշն են զինվորականները բարձրացրել Գորնալում։ Դա Կուրսկի մարզի վերջին բնակավայրն էր, որտեղ դեռ ուկրաինացիներ էին մնաց։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր զեկուցել է Վլադիմիր Պուտինին, որ ամբողջությամբ ազատագրել են Կուրսկի մարզը։ Ըստ Գերասիմովի, Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է առնվազն 75,000 զինվոր եւ ավելի քան 400 տանկ։ Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ Կուրսկի սահմանային շրջանում հակառակորդի լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում մեր զորքերի հետագա հաջող գործողությունների համար։ Պուտինը շնորհակալ է բոլոր այն զինվորներին, որոնք ազատագրել են Կուրսկի մարզը։ 9 ամիս առաջ ուկրաինացիները ներխուժեցին Ռուսաստանի տարածք, արևմտյան մամուլը ազդարարեց։ Կիևը ցնցեց հզոր Ռուսաստանը։ Մի ցնցող հայտարարություն այսօր Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն է արել։ Հաստատել է, որ ռուս զինվորականների կողքին ուսուսի տված Կուրսկի մարզի համար կռվել են նաև հյուսիսկորեացի զինվորականները։ Հատուկ ուզում եմ ընդգծել Կուրսկի ազատագրման գործում Կորեայի ժողովրդական հանրապետության զինվորականների մասնակցության կարևորությունը։ Հյուսիսային Կորեայի զինվորականները ուսուսի կռվեցին ռուս զինվորականների հետ, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, տղամարդկություն, քաջություն եւ հերոսություն։
Դժվարանում են միջազգային վերլուծաբանները հստակ ասել, արդյոք ուղիղ կապ կա ռազմաճակատում ռուսական կողմի հաջողությունների ու Մոսկվա-Վաշինգտոն մերձեցման հետ։ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ կողմերն ավելի են մոտեցրել Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները։ Կարնե Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Իսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի աճյունը ամփոփվել է Հռոմի 7 ուխտավոր եկեղեցիներից մեկում Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։ Թաղման արարողությանը տեղի է ունեցել նեղ շրջանակով։ Պապը իր գտակում գրել էր, որ ուզում է հուղարկավորվել պարզ տապանաքարով, որի վրա միայն մեկ բառ կլինի գրված Ֆրանցիսկոս։ Այսօր կեսօրից հետո Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում 200,000 հավատացյալներ հավաքվել էին վերջին հրաժեշտը տալու Հռոմի Պապին։ Ոմանք գիշերվանից էին սպասել արարողությանը, որին մասնակցում էին նաև 170 պետությունների ներկայացուցիչներ, մոտ 50 երկրների առաջնորդներ, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ։ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոսը, Հայաստանի նախագահը ևս Վատիկանում էին։ Հուղարկավորությանը զուգահեռ սկսվել էին նորյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն ընտրելու աշխարհի 1,400,000 կաթոլիկների նոր պապին։ 6 օր առաջ Վատիկանը գուժեց Հռոմի Պապի մահը։ Մահվանից մի քանի օր առաջ նա Սուրբ Պետրոսի հրապարակում ամբողջի առջև էր հայտնվել վերջին անգամ Զատկի կիրակի օրը։ Անցնենք առաջ Օմանում տեղի է ունեցել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային անուղակի բանակցությունների երրորդ փուլը Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։ Իրանական պատվիրակությունը, ինչպես նախորդ երկու փուլերում, այս անգամ էլ ղեկավարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ այսօրվա բանակցությունները ընդգծել են փոխադարձ հարգանքի երկարատև պարտավորությունների վրա հիմնված համաձայնության հասնելու համատեղ ջանքերը։ Հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում, պատճառը դեռ հայտնի չէ։ Իրանական լրատվամիջոցները զոհերի շուրջ 600 վիրավորի մասին են հայտնում։ Իրանի ազգային նավթամշակման եւ բաշխման ընկերությունը վստահեցնում է, որ պայթյունը չի ազդել էներգետիկ օբյեկտների վրա։ Բանդար Աբբասը նավահանգստային քաղաք է, որը ռազմավարական դիրք ունի Պարսից ծոցը արաբականին կապող Հորմուզի նեղուցի ափերին։ Մշտական վախի մեջ են ապրում Քաշմիրի բնակիչները ուրբաթ Պակիստանի հետ սահմանին հնդկական եւ պակիստանյան ուժերի փոխհրաձգությունից հետո։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Մարդիկ մտածում են տները լքելու մասին, եթե Հնդկաստանն ու Պակիստանը հաշտվելու ուժ չգտնեն։ Քաշմիրում ուժեղացված ծառայություն է իրականացնում հնդկական ոստիկանությունը։ Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ պակիստանյան ուժերի հետ բախման ժամանակ Հնդկաստանի զինված ուժերը պատահաբար վառելիքի բաքեր են նետել քաղաքացիական շրջանների վրա։ Շիվպուրի քաղաքից ոչ հեռու վնասվել են մեքենաներ, տներ։ Շաբաթվա սկզբին են լարվել Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները։ Նյու Դելին Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերը միակողմանի խզել է Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Չնայած Պակիստանը հերքել է կապը մոտ 30 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության հետ, Հնդկաստանը այդ տարածաշրջանի ջրային ռեսուրսները հավասար բաշխելու պայմանավորվածությունը խախտել է եւ փակել դեպի Պակիստան հոսող ջրերի հունը։ Այս շաբաթ Ադրբեջանի նախագահը մեկնել էր Պեկին կարևոր թղթեր ստորագրելու։ 18 համաձայնագրերից եւ հուշագրերից առանցքայինը համապարփակ ռազմավարական համագործակցությանը վերաբերող փաստաթուղթն է, բայց անգամ դրանով չի կարողացել Ալիևը հասնել իր չինական երազանքին՝ զինամթերքին, որ 90-ականներից կա հայկական զինանոցում։ Չինաստանի հարցերով փորձագետը վստահ է, ոչ մի փաստաթուղթ չի կարող վկայել այն մասին, թե Չինաստանը այս տարածաշրջանում իրեն գործընկեր է ընտրել Ադրբեջանին։ Ալբերտ Սերոփյանը կպատնի։ Ալիևը գոժպիտով բորդ համար մեկն է բարձրանում Պեկինի օդակայանում։ Ժամեր առաջ Սի Ցինպինի աշխատասենյակում ստորագրել է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական համագործակցության հայտարարությունը։ Ապրիլի 22-ին է պետական այցով Չինաստան գնացել Ալիևը։ Պեկինն ու Բաքուն նոր փաստաթղթերով պատրաստվում են համագործակցել գրեթե 2 տասնյակ ոլորտներում՝ գիտատեխնիկականից մինչև հումանիտարական ազերծում։ Ստորագրած 18 համաձայնագրերից ու հուշագրերից առանցքայինը համապարփակ ռազմավարական համագործակցությանը վերաբերող փաստաթուղթն է։ Ասել թե դրանով իսկ Հայաստանի դերակատարությունը Պեկինը անտեսում է, դա միանգամայն այդպես չէ։
Ցիմփինի կաբինետում ընդլայնված կազմով հանդիպմանը արձանագրվեց, որ Պեկին-Բաքու հարաբերությունները նոր էջ են թևակողում։ Այդ լայն դուռը Ադրբեջանի առաջ բացվել է 2018-ից, հետո նկատում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մալխասյանը։ Խորացել եւ սկսել են զարգանալ այն ժամանակահատվածից, երբ Հայաստանը իր դիրքերը թույլատրել է Չինաստանի հետ համագործակցության ընթացքում։ Չինաստանը էներգետիկ գործընկեր է ստանում այս տարածաշրջանում, ոգևորված գրում է ադրբեջանական մամուլը, ըստ որի Ադրբեջանը Ասիա մուտք գործելու նոր հզոր հարթակ է ստանում, բայց Մալխասյանը վստահ է, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Պեկինը զուտ Ադրբեջանի հետ համատեղ համագործակցության ռազմավարություն է մշակելու եւ որքան ժամանակում դա կմշակվի, թե ինչ կլինի, ես չեմ կարող ասել, դա կախված կլինի նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունից։ Չինաստանի հարցերով փորձագետն ասում է, թյուր կարծիք է այն, որ Չինաստանն այս տարածաշրջանում իրեն գործընկեր է ընտրել Ադրբեջանին։ Չինաստանը հարավային Կովկասում չի ընտրել, ավելի քան վստահ եմ Ադրբեջանին որպես գործընկեր, որովհետև դեռևս 2015 թվականից Հայաստանը հայտ է ներկայացրել անդամակցելու գոտի եւ ճանապարհ մեգանախագծին։ Գաղտնիք չէ, Չինաստանի դարի ծրագիր համարվող մեկ գոտի մեկ ճանապարհը հենց այս կողմերով է անցնում Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար։ Դրա կարևորագույն հանգույցներից է Սյունիքը։ Այստեղ ամենակարևոր հանգամանքը այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է պահպանեն Սյունիքի մարզը ամբողջությամբ, որպեսզի մենք կարողանանք ի վերջո իրականացնել գոտի եւ ճանապարհ մեգանախագծին միացումը։ Ադրբեջանի ծավալապաշտական երազանքով մի օր ինքն է տիրելու Սյունիքին եւ Չինաստանի մեգանախագիծն անցնելու է իր դռնով։ Ադրբեջանի նկրտումները գոտի եւ ճանապարհ մեգանախագծին հարավային Կովկասում դա այնպիսի նկրտումներ են, որ իրենք ցանկանում են տիրանալ գոտի եւ ճանապարհի հայաստանյան հատվածին, ձեռք բերելով Զանգեզուրի միջանցք ասվածով Սյունիքի մարզը։ Անկախ Պեկին-Բաքու համապարփակ փաստաթղթի ստորագրումից Չինաստանը չի հրաժարվելու Հայաստանով անցնող ճանապարհից, վստահ է փորձագետը։ Լիահույս եմ, որ Չինաստանը մեզ դուրս չի թողի, Հայաստանին դուրս չի թողի գոտի եւ ճանապարհ մեգանախագծից, որովհետեւ Հայաստանի եւ Չինաստանի միջև եւ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները զարգացած են եղել դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ դարից, երբ որ Ադրբեջան գոյություն չի ունեցել, իսկ Չինաստանը շատ լավ հիշում եւ բարեկամություն անում էր վաղեմի ընկերների եւ բարեկամների հետ։ Ադրբեջանական աղբյուրներում չի նշվում Պեկինի հետ ռազմական համագործակցության մասին, ինչն Ալիևի վաղեմի երազանքն է։ Դեռ 90-ականների վերջերից Հայաստանի զինանոցում հայտնված չինական զինամթերքին նախանձով նայող Ադրբեջանի նախագահը չի թաքցնում, որ զենքի չինական շուկան իրեն շատ է հետաքրքրում։ Ալբերտ Սերոպյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Իդեպ Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը այսօր ժամանել է Երևան։ Նախորդ դեսպանը 2024 թվականի հուլիսին էր ավարտել առաքելությունը։ Ժամանակավոր գործը անում էր Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Եվ մեր թողարկման վերջին պատմությունը Եռաբլուրից։ Այսօր Մոնթեաբերդի զավակի 36-րդ տարեդարձն է։ Մարտունեցիները առանց քաղաքապետի են արդեն 2 տարի։ Երկնագույն աչքեր, որ չտեսան, թե ինչպես ծնկավ Արցախը։ Չտեսավ Արցախը հանձնված եւ մեր Մարտունու այն փրկիչներից է, մեն որ չթողեցին մտնել մեր Մարտունի քաղաք։ 44-օրյա պատերազմից հետո էր Մարտունիի քաղաքապետ դարձել Ազնավուր Սաղյանը ու մինչև Արցախի շրջափակում հասցրել էր վերանորոգել իր քաղաքի բոլոր վնասված տները։ Կիսաքանդեր մնացել միայն իր տունը։ 44-օրյայի ժամանակ հետաքրքրությունից տուժել էր նաև Ազնավուրի բնակարանի պատոհանը ու երբ որ պետական միջոցներով տարբեր բնակիչների պատոհանները վերականգնում էին, մեր ընկերներից մեկը գնում է եւ տեսնում որ Ազնավուրը երբ որ քաղաքի բոլոր բնակիչներին օգնում է այդ հարցերը լուծելու, պատոհանները վերականգնելու, իր սեփական տան մեջ իր պատոհանը չկար պոլիեթիլային ինչ-որ տենց սկոչով կպցրած էր, այսինքն նվիրյալ պաշտոնյայի եզակի կերպարի հետ գործ ունենք։ Կինը Մարիամը կուզեր թեկուզ մի ամբողջ կյանք կոտրված պատուհաններով տանն ապրել, միայն թե ողջ լիներ Ազնավուրը։ Տեսախցիկի առաջ Մարիամը բառ անգամ ասել չի կարողանում, արցունքները խեղդում են կոկորդը։ Ազնավուրի մասին նյութագրելուց միշտ դժվարանում ես բառեր գտնելուց, որտեղ իր այդ նվիրումը, իր այդ հայրենասիրությունը, իր այդ ճիշտ լինելը, ճիշտ կերպարը, հողին նվիրված լինելը
Միշտ սենց քեզ սահմանափակում է, որ կարողանաս ճիշտ բնութագրես իրան։ Արցախի համար մղված վերջին մարտում Ազնավուրն է առաջարկել գրավել Մարտունիի գլխի բարձունքը, որ թշնամին քաղաք չմտնի։ Զինակից ընկերների հետ հենց ինքն էլ գրավել է այն, ընկել է դիպուկահարի կրակոցից։ 20 թվականի պատերազմը միասին ենք անցել ու կարելի է ասել Ազնավուրի այդ հայրենասիրությունը, նվիրվածությունը հենց դրսևորվեց այդ 44 օրյա պատերազմի ժամանակ։ Շատ եմ ափսոսում։ Հիմա շատերի մոտ տպավորություն է, որ ես անձամբ ճանաչում եմ իրեն, բայց չեմ ճանաչել անձամբ։ Ուղղակի երբ որ ուսումնասիրել եմ, շատ կարդացել եմ ճանաչողների մասին, ամեն տեղից այդ ինֆորմացիան վերլուծելով ես հասկացել եմ, որ իրականում գործ ունենք բացառիկ հերոսական մարդու հետ, ում պետքա մեծարենք, ում կերպարը պետքա հերոսական ցույց տանք, որպես օրինակ ծառայելու համար։ Բոլորի սիրտը մղկտվում է, իրոք։ Բարի սիրտ ուներ քաղաքապետը։ Մարտունիում մեկի մատը փուշ էր մտնում, Ազնավուրն էր հանողը։ Հիմա մարտունեցիներն իրենց սրտի փուշը հանող չունեն։ Բոլորը, ովքեր հնարավորություն ունենային, ովքեր կարողանային ներկայանային մեր Սավակի երկնային ծնունդը, ինպես բոլորը ճակատը կպաչեն եւ կշնորհավորեին իր սիրելի բառը, շնորհավոր ծնունդդ եղբայր։ Մոնթեաբերդի Զավակի 36-րդ տարեդարձն է։ Մարտունեցիներն առանց քաղաքապետի են արդեն 2 տարի։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։ Դուք դիտում եք Հայլուրը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հանդիպենք։